Ողջույն սիրելի ընկերներ, Մայիս Կարիբյանն է MMK Podcast, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ինձ հետևողներին։ Այսօրվա հաղորդումը մի փոքր տարբեր է լինելու, որովհետեւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս հաղորդմանը միանում է մի հետաքրքիր հարցաշար, եւ իմ զրուցակիցն է ինձ համար շատ կարեւոր դեր ունեցող մի անձնավորություն, որ իմ կյանքի մեջ շատ հարցերում ինձ օգտակար է եղել, օգնող է եղել եւ շատ բաներ կյանքում իրենից եմ սովորել։ Շուտով կներկայացնեմ իմ հյուրին եւ ես հավատում եմ, որ այս ծրագիրը, որ իր հետ մշակել ենք, մենք անցյալում ունեցել ենք այսպիսի ծրագիր եւ ուրախությամբ ուզում եմ ասել, որ այդ ծրագիրը սկսվում ենք այսպես ասալ 2.0 երկրորդ version-ը եւ որի համար շատ ուրախ եմ եւ համոզված եմ, որ նրանք, ովքեր հետևելու են այս ծրագրին, համոզված կարող եմ ասել, որ ձեր կյանքերում շատ բան է փոխվելու սկսած հավատքից։ Իմ զրուցակիցն է լինելու իմ սիրելի հովիվ Արտակ Մկրտչյանը եւ ուրախությամբ ուզում եմ ներկայացնել Արտակ Մկրտչյանին եւ ուրախությամբ սկսենք այս հարցաշարը։ Պաստոր Արտակ, ինչպե՞ս ես։ Շատ լավ, շնորհակալ եմ Մայիս ջան, իսկապես ինձ համար մեծ ուրախություն է սկսել նոր տողից տարիներ առաջ մենք այս ծրագիրը սկսեցինք կարևոր 4 կետերի անդրադառնալով եւ հիմա հիշում ես հերթականությունը։ Այո, Հավատք, ընտանիք, այո, առողջություն եւ ֆինանսներ, այո։ Քանի տարի եղավ։ 16 թվականից կամ 15 թվականից, 16 տարի անցել։ Այո։ Կարծում ես տարիները արագ են անցնում։ Շատ հաճախ հետ եմ դառնում, մտածում որ այդ ինչ որ հիմա հիշում ենք 11 տարի առաջ, ոնց որ ամիսներ առաջ ելներ։ Եվ փառք Աստծուն։ Գիտես ինչն եմ հիշում, այն ժամանակվա կամերաները, լարերով միկրոֆոնները, այո, հեռախոսները եւ եթե հետ ենք նայում այդպիսի բաները տես Աստված օրհնում է եւ ես հավատում եմ, որ Աստծուն եթե ծառայում ես եւ ունես տեսիլք, Աստված օրհնելու է դա։ Անպայման։ Հաճախ իմ մտքի մեջ էս մի բանը կա, որ երբ որ Աստված մի բան դնում է մարդու սրտի մեջ, երբեմն ժամանակը չի ասում։ Մենք սկսում ենք քաջալերվել մի բան անել, այսպես լավ ինչ որ բան ենք սկսում անել, հետո զգում ես, որ չէ, մի հատ դադարա պետք երկար մտածելու, ավելի ինֆորմացիա հավաքելու, ավելի խորը հիմք գցելու եւ փառք Աստծուն այն ինչ որ մենք առաջի մեր կետը երբ որ արեցինք, առաջի շրջանը երբ որ արեցինք, դա բավական մեծ արձագանք ունեցավ, թե Հայաստանում, աշխարհով մեկ։ Այո, Եվրոպայից են զանգում, տարբեր տեղերից, Քուվեյթից, Ավստրալիայից մարդիկ զանգում, ասում են, «Սենց բան ենք տեսել, ինչ լավ»։ 8 թե 9 երկիր մասնակցում էր այդ խաղը, որ դրեցինք իրար հետ։ Այո։ Արտակ եղբայր, նախ առաջինը շնորհակալություն քո ժամից, գիտեմ լինելով full time հովիվ, full time ամուսին, full time պապի եւ ուրիշ ինչ գործեր որ անում ես, քո ժամից շնորհակալ եմ եւ հավատում եմ, որ այս ծրագիրը անպտուղ չի մնալու եւ ուրախ եմ, որ քո հետ եմ այս հարցազրույցը անելու, որտեւ ամեն անգամ առաջինը ես եմ սովորելու եւ ես համոզված եմ նրանք, ովքեր մեզ միանալու են, դասեր են քաղելու եւ միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ մեր դռները բաց է, քանի որ դու ներկայացնում ես Calvary Armenian Church-ը, նրանք ովքեր կուզենան այս թեմաների մասին ավելի աստվածային տեսանկյունից ավելի խորը ուսումնասիրեն, հրավիրում ենք իրանց մեր եկեղեցի։ Մեծ սիրով, այո, շնորհակալ եմ Մայիս եղբայր ջան։ Իսկապես սիրելիներս, մեզ համար մեծ պատասխանատվություն է ձեզ խոսել այն նյութերը, որոնց մասին որ մեր սրտում կա, պարզապես փոխանցելու մեր ընկերներին, մեր հայրենակիցներին, սա լուրջ պատասխանատու քայլ է եւ մենք կարելի ասել այն կարևոր թեժ գիծն ենք մտնելու եւ ոչ միայն այսօր, այլ նաեւ մեր հաղորդաշարը պետք է լինի տարբեր թեմաների վերաբերյալ եւ քննարկումներ եւ ինֆորմացիոն ավելի մաս պիտի ունենանք։ Մի խոսքով վստահ եմ, որ ձեզ համար շատ հետաքրքիր պիտի լինի եւ ավելին իմանալու համար սրտանց հրավիրում ենք, եթե դուք որևէ եկեղեցու պատկանելություն չունեք, կարող եք գալ, միանալ եկեղեցուն, սովորել եւ ավելի առաջ գնալ ձեր գիտակցական կյանքը ավելի իմաստալից անցկացնելու համար։ Այո։ Արտակ եղբայր, առաջի flyer-ը, որ մենք post արեցինք, այնտեղ գրել էի անգլերեն real life, real talk, եւ ուզում եմ մի փոքր մեկնաբանեմ, ուզում եմ
Ես կարծում եմ մեր հաղորդաշարը այսպես տնային է լինելու, կոֆեով արդեն սկսել ենք։ Այո։ Ու իմ նպատակներից մեկն է, որ մենք իրար հետ զրուցել ենք այս մասին միջև սկսելը, որ առօրյա հարցերը ավելի պարզաբանենք, որովհետև ապրելով այս աշխարհում մենք յուրաքանչյուրս բախվում ենք տարբեր հարցերի մեջ եւ ինչքան կարեւոր է հասկանալ, թե ամենափոքր հարցից սկսած մինչեւ ամենամեծ հարցը ինչքան կարեւոր է մեր մտածելակերպը, որ աստվածային լինի եւ մեր մոտեցումը, ինչ կասես դրա մասին։ Ես մտածում եմ, որ պաշտոնականությունը հաճախ վերջանում է նրանով, որ ամեն մեկը մնում է իր կարծիքին։ Այսինքն, եթե մեկը մի բան վերածում է պարզապես քարոզչական բանի, լեզվի, այսպես ասած, դիմացինից որևէ արձագանք կամ որևէ ռեակցիա կարող ես չստանալ, բայց ես ավելի կողմ եմ շատ ավելի բաց, ավելի տնական ընտանեկան զրույցի, առավել ևս որ հիմա ոչ բեմական հագուստով ենք, ոչ բեմական պայմանում ենք, ավելի հանգիստ կլինենք հիմա խոսելու։ Գալստուկ չունենք։ Այո, մի եղբայր ունենք գալստուկի ասում էր հագուստիկ։ Հագուստիկ չունենք։ Շատ լավ, ես ուրախ եմ դրա համար եւ գիտեմ բավականին հարցեր կա, որ պատրաստվել ենք այսօր եւ առաջի հաղորդումն է եւ համարենք բացումը սկսված։ Այո, բարի գալուստ, իրական կյանք, հաղորդաշար։ Շատ բարի։ Ես պատրաստ եմ, որ եւ համոզված եմ, ինչպես նշեցի, այս հարցերից ոչ թե մենք ենք օգտվելու միայն, մեր լսողները, մեզ հետևողները եւ ինչու՞ չէ, նրանք, ովքեր դեռ Աստծուն չեն ճանաչում, թող այս հաղորդաշարը պատճառ լինի, որ նրանք էլ միանան հոգևոր կյանքին եւ ես կոչ եմ անում բոլոր իմ բիզնես ընկերներին, եթե հետևում եք ինձ, անպայման հիշեք մի բան. կյանքում ինչ արդյունքի էլ որ հասնեք, առաջի տեղը պետք է Աստված լինի, որովհետև ինչի էլ որ հասնես, եթե Աստծուց հեռու լինես, հավատա, այդ ժամանակավոր է, դա լիովին ուրախություն չի, այդ դրա համար այսպիսի հաղորդումներին հետևեք եւ մասնակցեք Աստծո տոն որևէ եկեղեցի եւ մեր դռները ձեզ համար բաց է։ Շատ լավ, Արտակ եղբայր, սկսենք հարցաշարից, բավականին հարցեր կա, փորձենք տեղավորվենք ժամանակի մեջ։ Առաջի հարցը ուզում եմ քեզ տալ եւ գիտեմ դու բավականին պատրաստվել ես այս հարցերին։ Ապրել թե գոյատևել։ Այսօրվա առաջի հարցը։ Առաջինը ինչ նկատի ունես դրանով։ Ընդհանրապես ամեն մարդ ունի իր ապրելակերպը։ Եթե ֆիքսենք սկզբից, որտեվ ինչքան էլ ուզում ես դու լավ ապրես ու ճիշտ ապրես, հաստատ ինչ որ մի հասարակության համար դու սխալ ես ապրում։ Սա նորմալ դա բան է դարձել մարդկանց մեջ, որ դու մտածում ես ամեն ինչ քո մոտ լավ է, հիանալի է եւ դու բավարարված ես քո կյանքով։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի զրույցի ժամանակ մի երիտասարդ ինձ էսպիսի բան ասաց, հիանում եմ քո ընտանիքով, դու ես այնց վերջապես գովքեր, երեխաներդ այսպես կրթված, շատ բանը եկեղեցու մեջ բոլորը ծառայում են, բան այսպես այնպես, ո՞նց ես արել որ տենց ա եղել։ Ու ես սկսեցի բացատրել ոնց եմ արել, ասացի որ այս բաները իրանց արգելել եմ, այս բաները քաջալերել եմ, այս բաներն ասել եմ զգուշ եղեք, այս բաները մի արեք։ Հաջորդ իսկ վարքյանին ինձ առանցին խոսքը չվերջացած ասեց, սխալ ես արել։ Եվ երբ որ հետ դառնանք, ասենք օրինակ դու քանի րոպե առաջ, 1 րոպե առաջ թերևս ինչ կարծիք ունեիր հիմա։ Գովասանք ունեիր, բայց խոսքս անշուշտ իմ անձի կամ իմ ընտանիքի վրա չէ, բայց ընդհանրապես հասարակության մեջ կա ձևավորված մի բան։ Դա իմ կյանքն է, այդպես են մարդիկ մտածում։ Բայց որքանով է այդ կյանքը իրականում ստացված կամ հաջողված։ Եթե վերցնենք ապրել ուրիշ բան է նշանակում, գոյատևել ուրիշ բան է նշանակում։ Եթե վերցնենք օրինակի համար մարդը պետքա ամեն օր արթնանալու ռիթմի մեջ եւ չկա կյանքի փոփոխություն, ուղղակի ուտել, աշխատել, ուտել, քնել, նորից այս նույն բանը, ասինքն ինքը մի հատ օղակի մեջ է, ինչպես սկյուռիկներն էին պատտվում են հին ռուսական մուլտիկների մեջ։ Այսինքն դա ապրելու խնդիրը արդեն գոյատևման հարց է այդտեղ, ոչ թե ապրելու։ Որտեղ ապրել նշանակում է արարել, նշանակում է փոփոխություն վերապրել։ Այ ինչպես գնանք գոյատևելուց ապրելու մեջ։ Ինչ քայլեր անենք։ Իհարկե ճանապարհը մեկ անգամից ամեն ինչը չենք կարող, որովհետև կան բաներ, որոնք որ ավելի շատ մեզ ստիպում են գիտակցել, որտեղ ամեն բան գալիս է նրանից, երբ որ դու աչքերդ բացում ես, մի հատ քո փոխաբերական մասում, քո տանը դուռը բացում ես, տեսնում ես, որ ընդեղ էլի աշխարհ կա։ Հիմնականում մարդիկ ինչից են ավելի շատ վնասվում, երբ որ իրանք մնում են իրանց տան, ասենց ասեմ, ադիկալոնի հույսին,
Երբ որ իրանք շնչում են, ինչ որ իրանք հաճելի եւ իրանք գիտեն այդքան է, դրանից ենքուն բան չկա։ Դա կարող է լինի օրինակի համար, ասենք, ձգտում դեպի ավելի առաջ գնալ ուսման մեջ, ձգտում ավելի առաջ գնալ մասնագիտության մեջ, ավելի աշխարհայացը մեծացնել եւ ամենակարևորը վերջապես կա մի բան, որին որ քիչ են անդրադառնում կամ գրեթե չեն անդրադառնում, նպատակ։ Դու ինչի համար ես ծնվել, ինչի համար ես աշխարհ եկել։ Չեմ կարծում, թե բոլորս նույն այդպիսի բան ունենք, որ մենակ մի վերջակետով կարելի է վերջացնել, ոչ այդպես չի։ Այսինքն կարծում ես մենք այս կարևոր հարցերը ժամանակ առ ժամանակ պետք է մեզ հիշացնենք։ Միշտ։ Դա պիտի լինի ամեն օր։ Ամեն նախորդ օրը, այսինքն երբ որ դու պարկում ես քնելու, դու պիտի հասկանաս, որ մի բան դու արեցիր, որը որ քեզ դուրս հանեց սահմանից, քո ինչ որ կերպ ասած sense կաղապար վիճակից, կաղապարված սահմանափակությունից եւ դու փորձեցիր մի քիչ ավելի դուրս մտածել։ Իսկ դուրս մտածելու համար շատ ավելի կարևոր բաներ կա։ Դրանք հայլեր են, որոնք որ ընթացքում ավելի կպարզվի։ Քնելուց առաջ կարելի է մտածել ինքնակնություն անել օրվա վերջ։ Այո, եւ ունենալ արդեն որոշակի պատկերացում հաջորդ օրվա համար։ Մենք միշտ sense ենք, չէ, նախքան հաջորդ օրը մենք նախորդ օրը արդեն գիտենք, որ գնալու ենք այս բաները անենք։ Այո։ Բայց որոշ բաներ կան, որոնք որ կարող են գեղեցկացնել դա։ Օրինակի համար մարդը գիտի, որ պիտի մունաթով արթնանա ու տես ջղայնացած գնա գործի, բայց արիտես կար լավագույն տարբերակ։ Բայց սազում է մունաթը հայերին։ Ցավալի է։ Չգիտեմ, ունքերից է, քթերից է։ Միգուցե այնքան մունաթով ենք մնացել, որ մեզ սազական է դարել։ Թե սովորություն է դարել։ Մենք հիմա հումորով ենք վերաբերվում, բայց ցավոք դա մեր ազգի մեջ երևի թե բան շատերը կան, որ այդպես են, բայց մեր մեջ անցած ճանապարհներից նստվածքների պատճառով է դա։ Օրինակ չհաջողված շատ անգամ կյանքից կամ ասենք քաղաքական վիճակից կամ հազար ու մի բան, օրինակ ստրեսների պատճառը։ Ես մի քանի բան կա, որ ուզում այստեղ ուղակի մեջ բերում անել։ Այո։ Ստրեսային կյանքի մեջ ենք հիմա բոլորը, ընդհանրապես։ Ես մի քանի բան ուղակի դուրս եմ բերել, որ ինֆորմացիա ամեն դեպքում ունենանք։ Հիմա ես սա խոսում եմ հələ գոնե Ամերիկայի Միացյալ Նահանգների ստատիստիկայով, այո։ Մեծահասակների, որտեղ հիմնականում ունաթը կեսից վերևն է, էլի։ Մեծահասակների 54%-ը հաճախ երբեմն կամ մեկուսացած են, կամ այդպես զգում են իրանք, կամ իրականում իրանք այդ վիճակում են, մեկուսացած։ Լինելով տան ընտանիքի անդամ, այդ զգացմունքը ապրում են։ Այո, հիմա ավելի պիտի խորանա, որտեղ այդ ինչ որ դու ասեցիր, մեկ այլ հետոներ։ Հիմա 50%-ը մոտավորապես մարդկանց իրանք համարում են իրենց դուրս մնացած ամեն ինչից, հասարակությունից, կարևորությունից, շփումներ, հաղորդակցություններ, մյուսից։ Եթե վերցնենք օրինակ մեծահասակների 50%-ը ունեն այս տեսակ կարիք, դա ընկերակցության պակասն է։ Այսինքն մարդիկ ունեն սահման, որտեղից երբեմն իրանք են դժվար դուրս գալի, երբեմն իրանք չի տրվում առիթ, որ իրանք դուրս գան։ Եվ բավական մեծ խնդիր է։ Իսկ մոտավորապես 70%-ը այսպիսի մի բան են ասում, արտահայտվում են, սա արդեն ստատիստիկա է, որ ավելի շատ իրանք ավելի շատ են զգացել էմոցիոնալ աջակցության կարիք, քան թե ստացել են։ Այսինքն իրենց պետք է գուրգուրել, քնքշանք, կարևորել, չէ՞։ Եվ ցավում եմ, բայց մարդկանց հիմնական մասը արդեն ինքը այսպես վանդակի մեջ է իրան զգում մոտավորապես 45-50 տարեկանից հետո։ Լավ, իսկ դա անձնական ընտրությունն է։ Մարդն է ընտրում իրան գցի այդ օղակի մեջ։ Երբեմն այո, երբեմն ոչ։ Ուղղակի այսպիսի մի բան կա, հիմա մեր սիրելի հեռուստադիտողներ մանավանդ պիտի ասեն, որ շատ կարևոր է, որ ինչա մտածում ներքևի սերունդը վերևի սերունդի մասին, այսինքն սա մշակույթ է։ Հիմա եթե մենք վերադառնանք մշակույթին, մենք այսպիսի բան ունենք։ Բոլորը իրար հավասար տարիքին առանձնանում են ինչ-որ խմբավորումների, եւ օրինակ փոքրերը կամ միջահաստ տարիքի երիտասարդները քիչ կարևորություն են տալի ծնողներին։ Հիմա մանավանդ Միացյալ Նահանգներում դա սարսափելի մի բան է, շատ ահավոր, որ չեն սիրում մեծահասակների կողքը նստել։ Այսինքն զբաղվածություն իր տեղը, միգուցե ասենք իր աշխատանքն է այդպես։ Դա համար Աստծո խոսքի մեջի համարը, չէ, հարգիր քո ծնողին, որ երկար տարիների կյանք ունենաս։ Այո։ Սա խոստումով պատվիրան է իհարկե։ Բայց մինչև անցնելը հոգևոր սկզբունքին, պիտի ասենք, որ ընդհանրապես մի քանի բան կա, որ մեր տունը քանդում է, այսպես ասած էլի։ Հիմա
որքան էլ փորձենք շեղել կամ ասենց կողքից անցնել իրականությունը չենք կարող փոխել, որովհետև իրականությունը սա է։ Մարդիկ իրանց համեմատում են ուրիշի հետ եւ իրանց պարտված են զգում։ Օրինակի համար ասենք ես շատ եմ նկատել մանավանդ իմ ծառայության բնույթը այնպեսին է, որ մարդիկ խոսում են վերջապես տարբեր հարցեր կան, ընտանեկան հարցեր։ Եվ հաճախ հանդիպում եմ այս նույն խնդրին։ Մարդիկ իրանք են ասում, որ իրանց համեմատությամբ էս ինչի հետ իրանք դժբախտ են։ Եվ ցավալին է, որ իրանք փոխանակ ճիշտ համեմատություն անեն եւ փորձեն իրանք գտնել իրանք երջանկությունը, իրանք իրանք դռները փակում են իրանք վրա։ Ես դժբախտ եմ։ Ես կուզեմ մեջբերում անեմ, եթե դեմ չես, մի տեսակի այսպես ֆորմուլա, որ ես ընտրել եմ, եթե համեմատությունն ես անում, շատ կարևոր է ուղղությունը։ Այսինքն, եթե մարդը անցնում է դժվարության մեջ, դու պետք է համեմատես քեզանից ներքև գտնվողների հետ։ Ինչու, որ տեսնես քեզանից դժվարության քեզանից ավելի մեծ դժվարություն ունի մեկ ուրիշը եւ դա քեզ շնորհակալ սիրտ է տալի, որ Աստծուն ասես, գիտես ինչ, ես դժվարության մեջ եմ, բայց համեմատած իրան փառք ես էլի։ Եվ եթե հաջողություն ես, Աստված օրհնում է քեզ, պիտի վերև նայես։ Քեզանից հաջողված մարդկանց նայես, որ ասես, գիտես ինչ, շնորհակալ եմ օրհնության համար, բայց ինձանից ավելի հասուն վիճակել կա, խոնարհվեմ, որ Աստված ինձ ավելի բարձրացնի։ Բայց շատ դեպքերում տեսնում ենք հակառակ համեմատությունն է լինում։ Երբ որ մարդ դժվարության մեջ է, միանգամից ինքը համեմատում է մեկ ուրիշի հետ, ով որ լավ վիճակում է, այդտեղ արդեն դիպրեսիան մեծանում է։ Ես կարող եմ հենց այստեղ շեշտադրություն անել հատուկ, որ ինչու են մարդիկ մեկուսանում կամ արդյոք մեկուսանալը ճիշտ է։ Հաճախ մարդը մեկուսանում է եւ դա լավ է, որ ինքը իր հետ հաշվի է նստում եւ Աստծո հետ հաշվի է նստում։ Վերջապես ինքը փորձում է մատ քննի իրան, տեսնի իրականում ինքը պրոդուկտիվ մարդ է, ինքը կյանքի մեջ թե կոպիտ ասած ինքը սպառողա թե արտադրող։ Մեր խնդիրները հիմնականում առաջանում են այնտեղ, որ մենք փոխարենը շարունակենք արտադրել, օրինակ համերաշխություն, սեր, ինչ որ տվողի դերում ունենք, քան ընտրում ենք ծախսողի դերը, ինձ չտվեցին, ինձ չասեցին։ Հասկանում, այսինքն Աստված մարդուն չի ստեղծել մենակ մնալու, որտեղ Տերը ասեց, որ լավ չի Ադամը մենակ մնան։ Ադամ մարդ, այդպես վերցնի, ոչ թե տղա մարդը մենակ մնա։ Հաճախ մենք ամուսնության հարցում ենք ասում, բայց իրականում սա մարդու կարգավիճակ է։ Եվ կինն էլ, կնոջն էլ մարդ անվանեց Տերը։ Այսինքն հարաբերություն կամ հաղորդակցությունը սա աստվածային հատկանիշ է հոգեղեն էակի համար։ Մենք մարդ ենք, հոգեղեն էակ ենք եւ պարտադիր է։ Այս դարում շատ հաճախ ես նկատել եմ, որ տեղափոխություն է տեղի ունենում։ Եվ ունեցել է։ Հիմա արագ մի հատ ցանկ եմ ուզում ասեմ, որը կարծես թե մեր հերոստատողին էլ կարծում եմ, որ շատ կհետաքրքրի, ինչի համար են այսօր մարդիկ ավելի շատ այդպիսի կարելի ասել ավելի բացասական, նեգատիվ կարգավիճակ ստանում, քան թե ավելի պոզիտիվ ու դրական էմոցիաներով լիքը։ Ինչու՞։ Տեսեք, օրինակ, ինչ որ բան տեղից ընկել է, կարելի ասել փոխարինել է մեկը մյուսին։ Օրինակ, սիրուն փոխարինել է ուշադրության պահանջը։ Ինձ բանի տեղ չդրին։ Լա, եթե քեզ սիրեն, բանի տեղ կդնեն։ Այսինքն հասկանում ենք, որ սիրո խնդիրը կա այսօր։ Մարդիկ մեկը մյուսին չի սիրում։ Ոնց կարա ուշադիր լինի։ Եթե մեկը իմ սերն է, եթե մեկը իմ ներսում ապրում է, ես իր նկատմամբ զգացում ունեմ, կարևորություն եմ տալիս, ստեղծում եմ հարաբերություն։ Բայց ցավոք մարդիկ մնում են ուշադրության պահանջով մենակ։ Եվ այսօր չեն ասում, այս մարդը ինձ չի սիրում, ասում են, այս մարդը ինձ ուշադիր չեղավ։ Զգում եք տարբերություն շատ մեծ է։ Կամ օրինակ, հաջողությունը։ Հաջողությանը փոխարինվել է համեմատությունը։ Մարդ փոխանակ մտածի ոնց ինքը հաջողակ լինի, ինքը մտածում է ում հետ համեմատվի։ Մոռանալով ինչ ունի ինքը արդեն։ Եվ ինչ պետք է անի։ Այսինքն կյանքում այնքան բան կա անելու, որ դու եթե մի մարդ կարելի շատ այսպես գեղեցիկ այդ խոսքը, ասում է շատ ներողություն եմ խնդրում, ասում է որ ժամանակ չունենալու պատճառով նամակս երկար ստացվեց։ Այսինքն եթե դու կոնկրետ բան ունեիր ասել դա, պետք է կարճ կոնկրետ։ Մեկ ուրիշ բան, ընկերությունը փոխարինվել է ֆոլոուերներով։ Հիմա եկեք անկեղծ լինենք, օրինակ Facebook-ում կամ ընդհանրապես սոցցանցերում մենք հազարներով մարդիկ ունենք, ընկերներ, չէ, բոլորը մեր ընկերներն են։ Հաճախ ենք այդ հարցին անդրադառնում, օրինակ ասում ենք մեկը մեկին հարցնում, ասում այս տարի ինչ կուզեիր ձմեռ պապից, ասում կուզեի իմ բոլոր Facebook-ի ընկերներին ճանաչեի։ Այսինքն ինչ որ մեկը դուր եկել է ինչ որ մի մասը քո կյանքի եւ դրանով դարել է քո ընկերը, եւ բայց իրականում ինքը չկա։
Եվ դա եղել է, ասենք 10 տարի առաջ Այո, այո։ Եվ ցավալի է, որ մարդիկ ավելի շատ իրանք մտածում են ով է իմ հետևից գալի, իմ հետևորդներ։ Ցավում եմ, բայց շատ հոգևոր մարդիկ են իրանք հետևորդների հետևից են, շատ սիրահարված էլի։ Մեր հետևորդները։ Բայց օքեյ, հետևորդդ երբ է հետևորդ։ Մենակ այն ժամանակ, երբ որ քո վիդեոյի տակ լայք է դնում, թե այդ հոգևոր ընկերը կամ հետևորդը քեզանից հարց է խնդրում պատասխան ստանալու համար, ոնց վարվի իր կյանքում։ Այսինքն ֆոլոուերները կյանք չեն փոխում։ Երբ մեկ ուրիշ բան ասեմ, հանգիստը փոխարինվել է այդ սկրոլինգ անելը։ Այսինքն գնում եմ մարդու ուզում հանգստանա։ Ինչ անում սկրոլինգ։ Բանը lift up բանը հետո չէ, lift down։ Ինչ ես անում, հանգստանում եմ։ Վերջերս սեմինարի էի մասնակցում, գորներընդե, գորինգի դես, եւ այդ սկրոլինգի պահով մի բան ասեց, կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց եթե չեմ սխալում, նշեց միջին մարդը օրը 1 թե 2 կիլոմետր սկրոլինգ է անում։ Պատկերացրա ինչքան դա գիտես ինչքան վատ է քո ուղեղին։ Այսինքն այդ սկրոլինգի ընթացքում դու տենում ես ուրախ բան, տխուր բան, կներեք բարիս համար կեղտոտ բան, վախենալու բան, հետո էլի ուրախ, այսինքն քո միտքը ասենց տարբեր ֆիլինգները ու հետո ասում են մարդը խիա շուտ հոգնում կամ ինչա կատարվում իր մտքի հետ։ Ու ցավը գիտես որն է, մայիս ջան, որովհետև ամենամեծ խնդիրը սա, ինքը տեղից ոչինչ չի առնում, ինքը լցնում է ժամանակը նախ կորցնում է, այո, որովհետև այն եթե ինքը նպատակ ուներ, ինքը դի ժամանակ ծախսի նպատակի համար։ այո, Ուրիշ է, որ մարդը մասնագիտական սկրոլինգներ անի։ այո, այո, Դու մտել ես մի տեղ, օրինակ ուզում ես մասնագիտանալ, նայում ես թե այդ գործը ոնց է լինում, ով ինչ արել, ոնց է հաջողվել։ Բայց երբ որ ամեն մարդ քնից ելնում է, օրինակ ասենք, ինչ որ մեկը փռշտալու մի հատ վիդեո է դրել։ Կամ ես վերջերս նկատեցի, շատ զարմացա, պատահական իմ էջի վրա գալիս է մի հատ վիդեո եւ նայում եմ միանգամից տակը ինչքան մեծ բան ա եղել, ինչ որ ընկեր, նայել են բան, ինչ որ բան է բարձրացել է իր ակտիվությունը եւ ինչա, ինչպես եռացնել ջուրը։ Եվ 6 քանի միլիոն մարդ 6 քանի միլիոն view ունի, ջուրը լցնում է, դնում է գազի վրա, սպասում է ջուրը եռում է։ Պատկերացրա ինչքան ժամանակ է կորել այդ բոլոր մարդկանցից։ Այո, եւ ցավալին սա, որ իրանք երբ որ մարդու միտքը խախտվում է, տես օրինակ գոյություն ունի ընդհանրապես կինեմատոգրաֆիա կամ ընդհանրապես մարդկային տեսակի մեջ, մարդու մեջ այսպիսի բան կա, ընկալելիության սահման գոյություն ունի 24 կադր վայրկյանում։ Այսինքն մարդը կարող է մի վայրկյանի մեջ ինքը 24 շարժում տեսնի, 24 բան տեղի ունենա եւ այդ ենթագիտակցության մեջ տպավորություններ է ստեղծում։ Այո։ Բայց երբ որ դառնում է 25-րդ վայրկյանը, դու դրան չես նայում ուշադրությամբ սովորելու կամ մի բան առնելու, դու ուղղակի ռեֆլեքս ես դարձնում դա։ Օրինակ տեսեք, ես հրա պատմության մասին ասել եմ, որ Coca-Cola-ի գործարանի, Coca-Cola-ին ֆիրմային Այո, դատի տվեցին, այո, որովհետեւ անգույն նկարի վրա պատկերված էր գունավոր կարմիր շիշը։ Եվ երբ որ մարդը նայում է պատկերին, ինքը պատկեր չի տեսնում, ինքը տեսնում է կարմիր շիշը։ Հերվից հերո կարելի է նկատել կարմիր վրան սպիտակ գրված Coca-Cola։ Այսինքն մարդը խախտվում է, այսինքն ինքը հենց տեսավ ուզում է, բայց իրականում իրան էդի պետք չի։ Այս կախվածությունն է ստեղծում։ Մեկ ուրիշ բան, եթե շարունակեմ այս ջան։ Մեկ ուրիշ բան էսպես օրինակ, խոսակցությանը փոխարինելա տեքստինգը։ Ես համաձայն եմ, եթե հնարավորություն չունես խոսելու, ձայն հանելու, ձայն լսել տալու, տեքստինգը լավ հնարավորություն է, բայց մյուս կողմից հաճախ տեսնում ես մարդը ղեկին նստած քշում է մեքենան ու տեքստ է անում եւ ինչքան կյանքին վտանգ ա հետի եւ ուրիշների կյանքին է վտանգ։ այո, Կարելի է ուղղակի սեղմել, ասել եւ դու չես շեղվում, ուղղակի ասում ես։ այո, Կամ օրինակ կարճ մի բան պիտի ասի, շատ լավ կլինի որ ասի։ Երկար տեքստ է անում։ Ես նույնիսկ զարմանում եմ ոնց են մարդիկ մի մատով այդքան արագ տեքստ։ այո, Չես ասում։ Մեկ ուրիշ բան։ Իմաստը, ինչ որ բանի մեջ իմաստ գտնել, ասում են դե զբաղվում ենք։ Այսինքն զբաղված պահել իրենց, մտածելով, որ իրանք իմաստալից գործով են զբաղված։ կարելի է ասել, որ նպատակասլաց մարդը չի կարող այդքան անիմաստ ժամանակ դնել դրա վրա։ Միանշանակ։ Եթե դու գիտես, որ այդ ժամը այլևս հետ չի գալու, եթե դու հասկանում ես, օրինակ, գոյություն ունի ամեն ինչի համար ժամանակ, թայմինգ գոյություն ունի։ Դու չես կարող այդ ժամը բաց թողել եւ հետո մտածել վաղը հետ եմ բերելու։ Վաղվա հոգսը իրան հերիք է, վաղը ինքը հոգս ունի։
Դու չունես ավելորդ մի բան ժամանակի առումով ասում, որ դու ասես օրինակ այս 2 ժամ 40 րոպեն պահում եմ վաղվա համար։ Չկա դες մի բան։ Դու այնտեղ ավելի ուրիշ մարտահրավեր ունես։ Եվ մի հատ էլի մի առաջ գնամ։ Օրինակի համար ասեք, մարդիկ ճշմարտությունը փոխարինել են, մեկ գիտեք ինչ կարևոր բանով, այսինքն ոչ կարևոր բանով։ Ճշմարտությունը փոխարինել են նրանով, թե ինչ են ասում հիմնականում շատերը։ Այսինքն ուրիշի կարծիքով են։ Մեծամասնության։ Օրինակ ասենք, մարդը նստում է TV-ի առաջ, հոգեպես խախտված դուրս է գալի։ Ինչի, որովհետև ինքը ուներ իր համոզումը մինչև TV-ն նայելը, ինքը խաղաղ հանգիստ, ինքը գիտեր այդ միտքն է։ Մտնում է ինչ որ մի հատ լուրեր անայում կամ ինչ որ բան, կամ դուրս է գալի շրջապատ։ Այո։ Ենթադրենք օրինակ դրա մասին խոսենք ընդհանուր կենցաղային հարցերի մասին, կյանքի նպատակների մասին խոսելու մա մարդը ասում է, դե ես ախպեր իմ կյանքը դրել եմ իմ ռելսերի վրա, գնում է։ Հետո տեսնում է, որ այն մյուսը մի քիչ ավելի ուրիշ ձև է գնում, իրան էլ, ասենք, այդ գնացքը չի, իրանը ուրիշ մի հատ ինչ-որ բան է։ Սկսվավ արդեն։ Եվ մարդը փոխարենը որ կենտրոնանա, օրինակ հիմա ուզում երիտասարդներին, հատկապես ուզում սիրելի երիտասարդներ ձեզ ասեմ, դուք որ ճանապարհին եք մասնագետ լինելու համար։ Եթե դուք այսօր նայում եք մեկը օրինակի համար ասենք ոսկերչությամբ հասել է հաջողությամբ, մի շտապեք միանգամից ոսկերչություն սովորել, որովհետև վաղը դուք հանդիպելու եք մեքենա վաճառողի կամ ինչ-որ դիլերի, ուզենաք դիլեր լինեք։ Հաջորդ օրը դուք ուզում եք real estate անեք, գնալու եք այնտեղ, որովհետև լսում եք ինչ-որ մեկը ինչ-որ արագ բան է, փող աշխատել, ստացել։ Եվ դուք չեք կարող հասցնել բոլոր մասնագետներին, այսպես ասած, զննել եւ դառնալ այդ մասնագետը։ Դուք պետքա կենտրոնանաք այն բանի վրա, ինչը ձերն է, ինչը սիրում եք, ինչը հաջողված է։ Քո կոչման հետևից գնաս։ Միանշանակ։ Այո։ Եվ ընդհանուր առմամբ եթե վերցնենք ամենակարևոր թե երևս շեշտադրությունը սա է, երբ որ Աստված գոյություն չունի այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն մարդը չի կարողանում մի հատ կանգնի եւ հարցնես Տեր Աստված, վերջապես ես կամ ինչի համար կամ։ Չէ՞, ինչ է իմ նպատակը։ Դու ինձ ստեղծել ես ինչի համար, եւ վերջապես ես որ կամ, ուրեմն մի բան կա, որ ես դրա համար կամ։ Այո։ Որտեւ նախքան որ Աստված մարդուն ստեղծեր, ամեն ինչ ստեղծեց, հետո մարդուն ստեղծեց դրա վրա իշխելու։ Ես կարամ ասեմ Տեր, իմ համար ինչ է ստեղծել, որի վրա ես կարամ իշխեմ։ Հիմա երիտասարդներն էլ եւ նաեւ միջին տարիքի մարդիկ միգուցե մի քիչ ավելի ուշ թերևս, բայց կարող են ասել Տեր, ինչ ես տվել ինձ։ Ես չեմ կարող հայտնաբերեմ իմ սահմանը, իմ դրախտը կոպիտ ասած, որը ես պետք է պահեմ։ Եվ ցավալի է, որ հենց այդտեղ են մարդիկ կորցնում ամեն ինչ։ Միշտ ընկնում են ուրիշների։ Հիմա իրականում մենք ինչ ենք կորցրել, ինչ արժեքներ ենք կորցրել, թե պարզապես դրա տեղը ուրիշ բան ենք դրել, էսա խնդիրը։ Այստեղը հարցը արդեն հասանք վերնագրին։ Հիմա եթե հաշվի առնենք այս ամեն ինչը, պատասխանենք այս հարցին, մենք գոյատևում ենք, թե ապրում ենք։ Որտեւ ապրելը դա կյանք է, դա երջանկություն է։ Ապրելը դա փոխհարաբերություն է, ապրելը դա հաճույք ստանալը, ամեն ինչից, ինչ որ անում է, շրջապատը, կողքերը, կյանքը, մի հատ սովորական հաջողությունը քո համար տոնախմբության առիթ է։ Այդպես փոխվում է։ Հիանալի է։ Գիտեմ հարցերը շատ են, Արտակ եղբայր, անցնեմ մյուս հարցին։ Ասեմ, որ շատ հետաքրքիր բացատրություն է տալի եւ նրանք, ովքեր հարցեր ունեն, կարող են գրել կոմենտների մեջ, մյուս հաղորդումների ընթացքում կպատասխանենք։ Սիրով, այո։ Կարելի ասել, միգուցե խնդիրը ոչ թե ունեցածի, այլ սրտի մեջ է այս իրավիճակը։ Այսինքն ես կարծում եմ յուրաքանչյուր իրավիճակում միջև որևէ մի տեղ նայելը յուրաքանչյուրս պիտի սովորենք մենք նայենք մեր սրտի մեջ թե այս պարագայում մենք ինչպես ենք մտածում եւ ոնց ենք նայում իրականությանը եւ ինչ է սովորացնում Աստվածաշունչը սրա համար։ Ընդհանրապես սրտի դիրքը կամ սրտի փափագները, ցանկությունները շատ են։ Երբեմն դրանք անցնում են իրականության սահմանը, այսինքն մարդը կարող է միանգամից այնպես բան ուզի, որ դրա երբեք ինքը չի հասնելու, բայց սիրտը կապված է դրան։ Օրինակ սիրահարված մարդը, օրինակ երբ պատանիները որ սիրահարվում են, երբեմն սիրահարվում են 30-40 տարեկան կնոջ վրա եւ իրանք մտածում են դա ամենաճիշտն է։ Բայց հասկանում ենք, որ կա ժամանակ կամ տրամաբանություն, վերջապես քոնը չի եւ քոնը կհասնի քո ժամանակին։ Եթե մի քիչ կոպիտ ստացվեց ամեն դեպքում բանը, այդպես եթե վերցնենք համեմատությունը, բայց սա է հենց մեկը կպնում է ինչ-որ մի բան եւ ուզում է։ Գոյություն ունի ցանկություն կամ գոյություն ունի կարիք։ Իրականում ցանկությունը, երբ որ
ինքը հնազանդված է կարիքին, այսինքն դու ուզում ես ինչի, բայց որտեվ դա քեզ պետք է։ Այդ դեպքում ինչ որ ձև քո կարիքը արդարանում է, ցանկությունդ էլ կարողանում է օգնի, որպեսզի կարիքդ կարողանաս դասավորես։ Իսկ եթե մարդը մենակ ցանկանում է, բայց մի հետաքրքիր բան կա Ղուկաս ավետարանում, Աստծո խոսքը շատ գեղեցիկ է ասում։ Ասում է, որ զգուշ եղեք ամեն բանից առաջ, զգուշ մնացեք ամեն տեսակ ագահությունից։ Այսինքն ագահությունը դա մի բան է, որ դու ուզում ես ունենաս։ Ինչի ուզում եմ։ Ինչի համար ես, չէ, ես ուզում եմ։ Եվ այդ ագահությունը շատ པարզ հասկանալի է, որ դա կործանարար կարող է լինի։ Ես կարող եմ ասել, օրինակ, հատկապես այս շրջանում մանավանդ շատ ավելի, այսպես ասեմ, բաց մտածելակերպի մարդկանց երևս պիտի ասեմ, որ ամեն ինչ ունենալն էլ այդքան խելացի չի։ Որտեվ եթե դու ունենաս եւ manage չկարողանաս անես, կառավարում չկարողանաս անես, այո, քո ունեցածը քո դեմը աշխատելու։ Դե ես տեսել եմ շատ մարդիկ, օրինակ մենք շատ ենք այդ զրույցների մեջ այս բաների մասին խոսում եւ մարդ ասում է Տեր Աստված ինձ 3 միլիոնանոց տուն տուր։ Լավ կլինի, որ դու մտածես 3 միլիոնանոց տան payment-ի մասին սկզբից։ Կամ եթե 3 սենյականոց տուն ունես, հələ դրան մի հատ մենեջերա միջև մեծին հասնես։ Այո։ Նույնն է վերցնենք, երընթադրենք, մարդ ուզում է ամուսնանա։ Ես միանշանակ կողմ եմ եւ բնականաբար շատ լավ որ մարդիկ երիտասարդներ ամուսնանում են վերջապես։ Ամուսնան ընտանիք կազմել լավ։ Բայց երբ որ նպատակը դառնում է ամուսնանալ առանց լուրջ հիմքերի, դա նորմալ չի։ Վաղ միսօր այդ ընտանիք չի դառնալու։ Որտեվ եթե տունը դու չկարողացար մենեջ, դու ես քեզ չես կարողանում մենեջ անես, առավոտից արթնանում ես ու խառը թափած ամեն ինչը։ Այ, շատ ճիշտ ես ասում։ Հետաքրքիր է։ Ուզում եմ առիթից օգտվել։ Մենք եկեղեցիում յուրաքանչյուր կիրակի ունենք մեր կիրակնորիա պաշտամունքը 2-ից 4-ը եւ միևնույն ժամանակ շաբաթվա մեջ 5 շաբթի օրը Bible study։ Այո։ Ովքեր կարող են մասնակցել մանավանդ Bible study-ին։ Ես ասեմ, որ Bible study-ն ինքը Սուրբ գրքի սերտողություն է, ոչ թե քարոզչություն։ Այսինքն մենք այդտեղ ունենում ենք հարց ու պատասխան, Սուրբ գրքի հատուկ նյութ ենք վերցնում, թեման, որը որ հիմնականում մեր նյութն է այդ օրվա, եւ այս պահին մենք անցնում ենք Տեր Հիսուսի քարոզը լեռան վրա։ Եվ շատ գեղեցիկ տեղ ենք հասել, շատ գեղեցիկ։ Եվ քաջալերում եմ, որ բոլորը գան, որովհետեւ այդտեղ կարելի ասել լեռան քարոզը հիմնականում Տեր Հիսուսի հոգևոր սկզբունքների ուսուցումն է։ Այո։ Որտեվ բաժանումներ կան որոշակի կերպով, որ բաժանումները այսպեսին են, երանելիության սահման կա, եւ հետո երանելիությանը այդ հասնելու կամ բացահայտելու կարգավիճակը կա։ Ոնց ես դու դրան հասնում, որ դու երանելի կոչ։ Եվ հետո շարունակում արդեն հարաբերություններ, պահանջներ, որ մարդը մարդու հետ է, եւ հետո ասում եմ, բաներ, որոնք Աստծո հետ է կապված։ Այսինքն դա այնպեսի բան է, որ բոլորը իրենց ուտելիքը կգտնեն հաստատ։ Այո։ Այսօր հրավիրված եք բոլորը սիրելներ։ Այո։ 5 շաբթի օրերը երեկոյան ժամը 7-ին մենք սկսում ենք ընդամենը 1 ժամ է տևողությունը։ Այո։ Տեր Հիսուսի խոսքի պես ասում եմ, այդպես 1 ժամ էլ չկարողացա կարդուն մնալ։ Շատ լավ։ Արտակ եղբայր, գիտեմ հարցեր շատ կան, բայց քանի որ այսօր առաջի հաղորդաշարն է, կուզեմ ժամանակը լրանալու պատճառով կուզեմ քաջալերեմ նրանք, ովքեր հետևելու են այս ծրագրին, բաց չթողեն հաղորդումները, որտեվ մեր պատրաստված նյութերը հերթականությամբ գնալու է եւ մի տեսակ փորձում ենք, որ միտքը պահենք այնպես, որ հաղորդման հետ մեկտեղ մարդը սկսի աճել նաև։ Այո։ Ովքեր եւ ինչու նայեն այս հարցաշարերը։ Ընդհանրապես ցանկացած մարդու մեկնաբանություն կամ փորձառություն, որ մարդը ունենում է, դա ինչ որ մեկի համար կարա լինի շատ մեծ օգնություն։ Եվ անկախ նրանից ես չեմ կարող ասել ինչ կատեգորիայի մարդիկ կարող են նայել, բոլորը կարող են նայել։ Միգուցե քեզ համար մի շատ կարևոր բանալի խոսք լինի եւ դու մնացած բաները կարող է քեզ չվերաբերի, բայց մի խոսք, որը կարող է քո կյանքը փոխի։ Եվ ինչու պիտի նայեն, որովհետեւ ես ոչ թե սրանով ասեմ ինչու պիտի նայեն, պարտավորված են նայելու, այլ առաջարկում ենք տեսնելու, նայելու հաղորդաշարերը, որովհետեւ մենք խոսելու ենք շատ կենցաղային հարցերի մասին, մանավանդ այնպիսի նյութեր կան, որոնք որ վերաբերվում են կոնկրետ ինքնադաստիարակությանը, անձնական վերաբերմունքին, որոշ հարցեր կան, որոնց որ այս աշխարհը պատասխան չունի եւ մարդիկ դրանից վախենում են։
Օրինակ հաղորդման կարելի ասել հիմա քանի որ մեր ավարտն է, ես շատ կուզեմ այսպիսի մի անկեղծ հողի վրա տանեմ Այո, եւ սա կարծես լինի այս վերջին ակորդը, Այո, որը կարելի է այո, այո։ հնչեցնել։ Յուրաքանչյուր մարդ միշտ ունի հետաձգելու սովորություն, չէ՞։ Այսինքն մի հատ վաղ էդի կանեմ։ այո, մեծամասնություն։ Հա։ Գիտեք, որտեղ է թաքնված իրականում այն երաշխիքը, որ մարդը գիտի վաղը կարտնանա, կամ այդ վաղը իրանն է, կամ ինքը կանի թե չէ։ Պարզ հասկանալի մի բան կա, սատանայի հորինածն է դա չար միտք է, ինչու։ Որտեվ հետաձգումը այսպիսի մի բան ունի։ Դա մի հատ վաղն է, որ երբեք այսօր չի դառնում։ Եթե դու որոշել ես դա անես, դա արա այսօր։ Այո։ Իսկ եթե այս հարցով ուզում եմ երևի պաուզա տամ այստեղ։ Եթե դու իմանաս, որ այսօր քո վերջին օրն է, վերջին օրը, չունես վաղը, ունես մի քանի ժամ, ինչ կփոխեիր քո կյանքում։ Սա ինքնակնության հարց է։ Ինչ կանեիր, ումից ներողություն կխնդրեիր, որտեվ կանգնելու ես Աստծո առաջ։ Ումից ներողություն կխնդրեիր, ում հետ կհաշտվեիր, ումը կզանգեիր կարոտդ կասեիր կամ կասեիր, որ ես քեզ սիրում եմ։ Մի խոսքով, ոնց կվճարեիր։ Այո։ Եվ ինչ կանեիր։ Եվ այս հարցը կարծում եմ պիտի մնա յուրաքանչյուրի սրտի մեջ։ Հաշվի առնելու, որտեղ փոփոխությունը գալիս է հիմա, այս պահին։ Դա հետաձգումով երբեք չի լինում։ Այո։ Շնորհակալ եմ Արտակ եղբայր, ժամանակը ավարտվեց, կարծում եմ որպես բացում առաջի ծրագիր, մարդիկ արդեն մոտավորապես պատկերացնում են, թե այս հաղորդաշարը ինչի մասին է լինելու, եւ կուզեմ, որ բոլորը մեզ գրեն հարցեր ունենալու դեպքում, ճիշտ, սխալ, վատ կամ լավ հարց չկա։ Ամեն հարց պատասխան, մարդիկ կան, որ այդ հարցերի պատասխանը չգիտեն։ Մեկի մոտ այդ պատասխանը բացվել է, մյուսի մոտ չի բացվել։ Եվ ես կավելացնեմ, եթե ես Աստծուն հանեմ իմ կյանքից եւ ինչ որ Աստվածաշունչից սովորել եմ հանեմ, էդի ինչ որ սովորել եմ, ինչքան սխալներով եմ ես ապրում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում էդի հանած ես ով կլինեի կամ ինչ կդառնայի կամ ինչերի մեջով կանցնեի եւ ինչ փորձություններ կգար իմ առաջ։ Էնպես որ մեր հաղորդաշարի հիմքը, որ ինչից էլ որ խոսանք, վերջով գանք այն հայտարարի, թե Աստվածաշունչը այդ հարցի բանալին որտեղ է տալի եւ ոնց լուծենք Աստվածային։ Այո։ Բնականաբար սիրելիներ, մենք բոլոր հարցերի պատասխանը որպես մարդ չունենք։ Երբեմն մենք փնտրում ենք շատ ավելի, քան մենք իրականում դա ձեռք ենք բերել, բայց վստահ ենք, որ Աստվածաշունչը ունի բոլոր հարցերի պատասխանը։ Բոլոր հարցերի։ Երբեմն պատասխանները կարող են հենց հիմա հնչել, երբեմն պատասխաններ կան, որոնք երբեք կյանքում չես լսի, դա կլինի այդ պատասխանը կառնես միայն երկնքում Աստծո առաջ եւ այդտեղ կա արդար պատասխան միայն։ Դրա համար այո, մեր հաղորդաշարը վերաբերելու է ոչ միայն անձին, այլ նաեւ վերաբերելու է հոգեվոր հարցերի նկատմամբ ունեցած կարևոր կետերի, նաեւ ֆինանսական, ընտանեկան, զավակների հետ կապված, առօրյայի հետ կապված շատ բաներ, որոնք որ կարող են մեր կյանք ավելի գեղեցկացնել, այնպես որ հրավիրում ենք ամեն անգամ մաս կազմելու եւ ակտիվ մասնակցելու, հետեւելով մեր այս գեղեցիկ հաղորդաշարին։ Շնորհակալություն Փաստոր Արտակ, քո ժամից մենք կպատրաստվենք մյուս հաղորդմանը, կհանդիպենք մյուս անգամ։ Շատ լավ, սիրելի ընկերներ, շնորհակալություն, որ միացաք մեզ, անպայման տարածեք այս վիդեոն ձեր էջերում։ Հարցերի դեպքում զանգեք Փաստոր Արտակին, գրեք կոմենտներում եւ ինչպես նշեցի, դուք տեսաք հաղորդաշարի ընթացքում մեր եկեղեցու տվյալները, մեծ սիրով հրավիրում ենք ձեզ մեր եկեղեցի, եթե մանավանդ ուրիշ տեղ չեք գնում, եկեք միասին Աստծուն ճանաչենք։ Աստված օրհնի բոլորիդ, կհանդիպենք մյուս անգամ, Մայիս Կարիբյան։